Ներողություն կասեք, ինչու չեք վստահում այսօրվա իշխանություններին։ Վստահելու տեղ չի թողել, որ վստահենք։ Ինքը եկավ իշխանության այնքան սուտ խոստումներով, նախկիներին խավության խոխած դարձնելով, թալանչիներ են, կեղեքիչներ են, ինքը դարձավ ամենամեծ թալանչին, մի տարբերությամբ, որ ինքը նաև սկսեց հայրենիք հանձնել։ Մի ամբողջ Ղարաբաղ դրախտավայր հայրենիք կուլ տվեց Ադրբեջանի հետ միասին ու այսօր մեր պետականությունն է վտանգված, մայր Հայաստանն է կորստի, պետականությունը կորստի առաջ է կանգնված։ Դրա համար պիտի իհարկե անվստահություն հայտնենք, եթե այսօր դրված է սահմանադրություն փոխելու հարցը, եթե այսօր դրված է մեր հայցերը միջազգային ատյաններից հետ կանչելու հարցը, եւ դրա դիմաց մնացածների չեմ թվարկում, դրա դիմաց ոչ մի պահանջ, նույնիսկ գերիների վերադարձի մասին խոսք չկա։ Ինչ է նշանակում։ Նշանակում է այսօր նստած են մեր երկրի ներսում թշնամի իշխանավորները։ Դրա համար էլ անվստահություն ենք հայտնում։ Բայց ասում են թալանածը, որ 30 տարի թալանեն են, հետ են բերում, հատիկ առ հատիկ չեք տեսնում, դա մանիպուլյացիա է, ոչ մի բան չի վերադարձել, ոչ մի բան չի կարողանում հաստատել, թալանված է, թող դատի կան, թողապաշտություն որ թալանել է։ Իսկ իր արածները, իր թալանածները միանգամայն հայտնի է, բոլորիս աչքի առաջ է դա կատարվում։ Ես կարող եմ մի բան ավելացնել։ Գիտեք ինչու չեմ վստահում։ Ես ժամանակին իմ աշակերտին էլ ասել եմ հետևյալը. դուրս ես գալիս կյանքի լայն ճանապարհ, կյանքի բոլոր ծալքերը բացելու է քո առաջ, հիշիր, հայ աշակերտ։ Թուրքին հաշվերուկներում հանդիպես, լայն ճանապարհներին, քաղաքակիր դալիճներում, թե ամբիոնների մոտ, հագին ֆրակ լինի, թե սմոքինգ, չմոռանաս, միջինը թուրք է, ու նա մեր թշնամին է։ Չեն կարող, ժողովուրդ աչքերը բաց, երկեր են կորցնում ամբողջովին, մենք կորում ենք։